Իսկ երկրորդ այս նոր կյանքը կբահանջե, որ մենք իսկապես մահանանք մեր հին մարդուն մեջ, այսինքն մեր մեղավոր բնությունը։ Պողոս առաքյալը Հռոմայեցիներու թուղթի մեջ կսե. քանի որ մեռանք Քրիստոսի հետ, կհավատանք, որ պիտի ապրենք նաև անոր հետ։ Այս հայտարարությունը կհիշեցնե մեզի, որ իրական քրիստոնեությունը առանց զոհության չկա։ Եթե մենք պիտի ապրենք Քրիստոսի կյանքը, ապա պետք է պատրաստ լինենք հրաժարելու մեր նախկին կյանքեն։ Երրորդ, մեր հոգևոր վերափոխումը միայն մահվան մեջ չի վերջանալ, ան կշարունակվի Քրիստոսի հարության միջոցով։ Արդարև, քրիստոնյայի կյանքը միշտ վերափոխման ընթացքի մեջ է, անընդհատ աճելու և զարգանալու մեջ է։ Մենք պետք է առօրյա կերպով սնանենք Քրիստոսով, ինչպես Պետրոս առաքյալը կհորդորե, որպես նորածին մանուկներ փափաքեցեք անկեղծ հոգևոր գաթի, որպեսզի աճիք փրկության մեջ։ Սա մեզի կհիշեցնե, որ փրկությունը ոչ թե մեկ վայրկյանի մեջ է, ինչպես կսեն բողոքական մեր եղբայրները, այլ ամբողջ կյանքը տևող ընթացքը, որում մեջ մենք միշտ կվերականգնենք և կսրբվենք։ Չորրորդ և ամենակարևոր կետը Քրիստոսի ներկայությունը մեր կյանքի մեջ կենդանի և իրական դարձնենք։ Երբ Քրիստոս հարություն առավ, ան ոչ միայն հաղթանակեց մահը, այլ նաև հայտնվեցավ իր աշակերտներուն զորացնելու և բժշկելու համար անոնց հոգիները։ Առանց Քրիստոսի կենդանի ներկայության աշակերտները պիտի մնային պահվտած, վախած և անհաստատ, սակայն Քրիստոսի ներկայությամբ անոնք փոխակերպվեցան, վերականգնվեցան և դարձան Աստուծո ճշմարիտ վկաներ։